Բարևսելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Եթեր այսօր էլի քարտեզի վրա պահած կանեմ ու ոնց տեսնում եք Ռուսաստանի քարտեզն է, երևի թե բոլորով արդեն գիտեն այն նորությունները, որը երեկվանից տեղի է ունեցել Ռուսաստանում, Ուկրաինայի մասշտաբային անօդաչու թռչող սարքերով հարձակումը ռուսական ավիաբազաների վրա։ Գիտեք հետաքրքիրը որն է, 3 ամսի 1-ն էր, ես տեղ հիմա կմիացնեմ այն աղոթքը, որը տեղի է ունեցել մայիսի 23-ին, ու սա ես իմ էջում տեղադրել էի։ Այս քուրիկը ուկրաինացի մարգարեուհի է, որին շատ պատահական ես հանդիպում եմ ուղիղ եթերի ժամանակ, ու այս աղոթքը հնչում է հենց ուղիղ եթերում։ Ես իմ մոտ առանձնացրած հենց այդ հատվածը տեղադրած ունեմ, բայց այսօր հենց այդ աղոթքի հատվածը ուզում եմ նորից լսեք ու արդեն հետադարձ հայացքով նայեք, աղոթքը տեղի է ունենում մայիսի 23-ին, դեպքերը սկսում են զարգանալ ամսի 1-ին, ընդամենը անցնում է մի շաբաթ։ Ու սա պատահական բան չի, որտեղ աղոթքի մեջ դուք կլսեք այն շարժը հոգու, որ այդ պահին լինում է։ Հիշում եք ես վերջում ինչ էի ասում, հաղթանակը գալիս է Սուրբ Հոգու ձեռքով, երբ որ դու տրվում ես Սուրբ Հոգուն ու թույլ ես տալի, որ Սուրբ Հոգին քեզ տանի։ Այս եթերը, որ այս քուրիկը անցկացնում էր, հետաքրքիրն էր, որ ինքը ուներ թեմա, որի մասին պետքա խոսեր, բայց ամբողջ հենց ինքը սկսեց աղոթել հենց սկզբից, հետաքրքիր է, որ իր մոտ լրիվ ուրիշ ձև գնաց առաջնորդությունը, ու ինքը ասեց, որ ես ուղղակի պետքա հնազանդվեմ Աստծուն։ Ու ինքն էլ չգիտեր, թե ինչ ուղղությամբ կգնա ընդհանրապես եթերը, բայց Սուրբ Հոգին վարում էր, ոնց ուզում էր, ու ընթացքում իր մոտից բխեց այս աղոթքը, որը ինքն էլ երևի չէր սպասում, որ այս ձևով կհնչի։ Ընթացքում ինքը տեսավ տեսիլք, ոնց է Դավիթը իր քարը շպրտում Գողիաթի վրա, այդ օրինակը, ու ինքը տեսնում էր, որ այդ քարը շպրտվում է Մավզալեի դամբարանի վրա, Կրեմլի այդ ուսմունքը կրող դիվային կենտրոնի վրա։ Ես հիմա այս աղոթքը կմիացնեմ, դուք կլսեք, բայց ես ուզում եմ դուք ուշադրություն դարձնեք եւս մի բանի վրա։ Ես իրան անցած եթերի ժամանակ գրում էի արդեն այս ուրբաթ օրը ու ասում էի, որ Ուկրաինան օծված է ու կանչված է կոմունիստական ոգին հիմնահատակ ջարդուփշուր անելու ու ազգերին տանելու ազատության մեջ։ Ու այս պատերազմը, որ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա, պատահական չի, որտեղ քանի որ Ուկրաինայից է, որ գալու է փրկությունը Ռուսաստանի ու բոլոր այն ազգերի, ովքեր որ կոմունիստական լծի տակ են, դրա համար էլ Ռուսաստանը նպատակային ուզում է ոչնչացնի Ուկրաինան, որպեսզի այդ հաղթանակը Ուկրաինայի միջոցով տեղի չունենա ոչ Ռուսաստանում, ոչ բոլոր շրջակա երկրերում, ովքեր որ այդ ոգու ազդեցության տակ են։ Սա ասելով նաև ուզում եմ ասեմ, որ ես անդադար, երբ որ խոսում եմ Հայաստանի մասին, ասեմ Հայաստանը օծված է ու կանչված է իսլամի դեմ։ Նույն ձևով դուք կարաք տեսնեք, թե ոնց է իսլամական երկրերը, հանձինս Թուրքիայի ու Ադրբեջանի, ժամանակին նաև Իրանի, միշտ ձգտել են ոչնչացնեն Հայաստանը, Հայաստան, որը կանչված է իսլամի գլուխը ջարդելու։ Տեսեք ոնց Ուկրաինան կոմունիզմի պայքարում համար է կանչված, դրա համար իրանց կողմից է հալածվում։ Նույն ձևով Հայաստանը հալածվում է իսլամի կողմից հենց կոչմի պատճառով։
Մենք էլ կանչված ենք իսլամի հետ պատերազմելու հաղթանակի համար։ Ու ստեղ ես ուզում եմ շատ կարևոր մի բանի վրա հիմա դարձնեմ ձեր ուշադրությունը, հատկապես այն բոլոր մարդիկ, որոնց Աստված միշտ առաջնորդել է աղոթելու իսլամի դեմ, անկախ այն բանից, թե որ տարածքում եք գտնվում։ Ռուսաստանում հիմա սկսվելու է մի բան, որից փորձվելու են օգտվել իսլամական ուժերը։ Սրա մասին ես խոսել եմ։ Ես եղել է ժամանակ, որ պատմել եմ տեսիլք, որ Ռուսաստանի տարածքում տեսնում եմ շատ լուրջ պայքար ու պատերազմ իսլամական ուժերի ու կոմունիստական ուժերի միջև, որտեղ ամեն մեկը ձգտում էր վերցներ ու զավթեր իշխանությունը ու տիրեր ժողովրդի վրա։ Այդ լուրջ պայքարի մեջ շատ դժվարությամբ ես տեսել եմ, որ իսլամական ուժերը պարտվում են, կոմունիստական ուժերը մի կերպ հաղթանակ են տանում, բայց դա միևնույնն է Աստծո հաղթանակը չի, որովհետև հետագայում պետք է Ռուսաստանը ազատագրվեր նաև կոմունիստական ուժերից ու այդ ժամանակա, որ գալիս էր լիակատար ազատությունը։ Ու հիմա, երբ որ գնում է հարվածը, արդեն կոմունիստական այդ արմատին խփելով, որը այդ Լենինի դամբարանն է, որտեղ Լենինի գաղափարախոսությունն է, որտեղից եւ սկիզբ առ այդ կոմունիստական դիվային աղբյուրը, որը արձակվել է եւ ամբողջ Ռուսաստանով մեկ եւ բոլոր նախկին սովետական միության երկրերով մեկ, այ հիմա գնում է այդ որջի ոչնչացումը։ Այս աղոթքը դուք կտեսնեք, որ հենց այդ ձև գնում է, ու սրանից փորձելու են անպայման նորից օգտվեն իսլամական ուժերը, որպեսզի բարձրանան ու իրավիճակի քաոսային իրավիճակից օգտվելով գան իշխանության։ Ու սա քաոսը, որ առաջանալու է հիմա Ռուսաստանում։ Եթե հիշում եք, մի որոշ ժամանակ առաջ ես մի երազ էի պատմում, ասում եմ, ես տեսնում էի, որ Ռուսաստանից մարդիկ խուճափահար փախնում էին։ Անցած ուրբաթ օրը, ընդամենը 3 օր առաջ, երբ որ այս քուրիկի ուղիղ եթերի մեջ էինք ու մենք հարցեր էինք տալի, ինքը պատասխանում էր, մարդիկ կար իրանց հայտնություններն ու տեսիլքներն էին գրում, ինչ որ մեկը գրեց իր երազի մասին ու ասեց, որ ինքը նույնպես տեսել է երազ, ինքը չիմանալով իմ երազի մասին ընդհանրապես, գրողը երևի ռուս էր կամ ուկրաինացի էր, այլ ազգ էր։ Ինքը ասեց, որ տեսել է ոնց են Ռուսաստանի գերիները փախնում Ուկրաինայից, վերադառնում են Ռուսաստան, եթե ճիշտ եմ հիշում, խոսում էր Ռուսաստանում տիրող քաոսի մասին, որը սկսվում է։ Հիմա իր գրածը երևի լավ չեմ հիշում, բայց մոտավոր միտքը դա էր, որ Ռուսաստանում սկսվում է քաոս, ու դա կապված էր նաև գերիների վերադարձի հետ։ Ու սա շատ կտրուկ, պատկերացրեք, 3 օր առաջ է եղել եթերը ընդամենը, որտեղ ես խոսում էի իմ հայտնություններով, այս քուրիկը խոսում էր իր հայտնություններով, մարդիկ խոսում էին իրանց ունեցած հայտնություններով, ու նաև այդ եթերի մեջ խոսվում էր հայտնի մարգարեների մարգարեությունների մասին, որ եղել է Ուկրաինայի մասին ու Ռուսաստանի մասին, Գալիկ Արթնության մասին։ Ու սա շատ արագ ձևով հիմա կատարվում է բաներ Ռուսաստանում, ոնց բոլոր մարդիկ, որոնք շատ ավելի լավ են հասկանում իրավիճակը, որոնք մեկնաբանում են ու արդեն ծանրակշիռ իրանց կարծիքն են հայտնում, խոսում են այն մասին, որ նման բան երբևէ Ռուսաստանի տարածքում տեղի չունեցել։ Ուկրաինայի այս հակահարվածը նույնիսկ նմանեցնում են 70-ական թվականների Իսրայելի
իրականացրած բացառիկ օպերացիայի Աֆրիկայի տարածքում ազատագրելով տերորիստներից իսրայելական գերիներին։ Սա իրատեսակի մեջ շատ յուրահատուկ է, ինչ որ տեղի ունեցավ, ու նաև հիմա խոսում այն մասին, որ Պուտինը իր ընտանիքով փախել է դեպի Ռուսաստանի այս հեռու ծայրամասերը, դեպի Վլադիվոստոկի կողմերը։ Ես իրականում չգիտեմ այդ ինֆորմացիան ինչքանով է ճիշտ թե չէ, բայց այն որ քաոսը Ռուսաստանում սկսվում է, ու սա Ռուսաստանի ժողովրդին արթնացնում է, որտեվ Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում ապրող ժողովուրդը հիմնականում այս պատերազմը իր վրա չէր էլ զգում, բայց հիմա կատարվեց մի բան, որ ամբողջ Ռուսաստանն է ցնցում ու ոչ մեկին հանգիստ չի տալու, ու սա նաև ահազանգ է այն առումով, որ կարող է տեղի ունենա հեղաշրջում Ռուսաստանում, ինչի մասին որ ես ասում եմ, սրանից փորձելու են օգտվել իսլամական ուժերը, բայց բնական է ոչ միայն իսլամական ուժերը։ Եթե այդ եթերը 3 օր առաջվա, որ ես տեղադրել եմ, երեկ եմ տեղադրել, որտեղ ես խոսում եմ սկզբից ու հետո այդ եթերը գնում է, ինքը կարդում է իմ գրածը, որտեղ ես ասում եմ կամ Պուտինին հեռացնելու են, հեղաշրջում է տեղի ունենալու, կամ Ռուսաստանը քանդվելու է 6 մասի, ինչի մասին ես անդադար էլի խոսել եմ։ Ու հիմա իրավիճակը այն ձև է, որ այդ դեպքերը զարգանալով տանում են ամբողջությամբ դրան։ Այս մարգարեությունները ընթացքում, որ Աստված միշտ տվել է երազներով, տեսիլքներով, սա ուղղակի պատմելու համար չեն։ Սրանք նախապատրաստելու համար են, որ ժողովուրդը իմանա իր անելիքը կողմնորոշվի, որ հանկարծակի չգա։ Մանավանդ հայերը, քանի որ ես իմ հիմնական ուղերձները հայերենով եմ ուղարկում։ Կար ժամանակ, երբ որ ռուսական պլատֆորմում ես իրանց շատ բաներ եմ ասել, բայց երբ որ տեսել եմ իրանց վերաբերմունքը, որ իրանց այդքան էլ հաճելի չի, որ ես իրանց կարամ նման մարգարեական խոսքեր ուղղեմ, իրանք իրանց սրտերը փակում էին ու չէին ուզում, որ ես իրանց մոտ նման մարգարեական ուղերձներ արձակեմ, ինչ որ տեղել նաև համարում են, որ դրանք Աստծուց չեն, բայց ես հայերենով, երբ որ խոսում եմ, առաջին հերթին խոսում եմ հայերի համար եւ Հայաստանում, որպեսզի Հայաստանը իմանա իր անելիքը, Հայաստանը պատկերացնի, որ իսլամական ուժերը հիմա ակտիվանալու են, եւ նաեւ Ռուսաստանում հայությունը շատ լավ պատկերացնի ինչ է սպասվում։ Ու ես երբ որ խոսում եմ հայերի մասին, որ մենք կանչված ենք իսլամի դեմ պայքարին ու հաղթանակի համար, ես ուզում եմ այս ուղերձով նաև միասին կանգնենք ու աղոթենք իսլամի ոգու դեմ, ոնց Ուկրաինան պատերազմում է կոմունիզմի դեմ, կոմունիստական ոգու դեմ, նույն ձև մենք սատանային իր որջի մեջ սատկացնենք, որ ինքը գլուխը չկարանա հանի։ Դրա համար ես կոչ եմ անում բոլորին, ովքեր որ իրանց սրտում միշտ ունեցել են աղոթք իսլամի ոգու դեմ, չսահմանափակեք ձեր աղոթքներով Աստծուն։ Երբ որ աղոթքի ժամանակ Սուրբ Հոգին ձեզ առաջնորդի, որ դուք համարձակ հռչակումներ անեք, համարձակ եղեք ձեր հռչակումների մեջ, ոնց այս քուրիկը չսահմանափակեց իրան այդ աղոթքի մեջ ու սկսեց հռչակել ու բերեց դատաստանը Կրեմլի վրա ու Մավզոլեի վրա, դամբարանի վրա, որի պատասխանը, ասում եմ, օրեր հետո անմիջապես երևաց, ու սա դեռ սկիզբն է։ Մինչև ես կմիացնեմ այս աղոթքը, որ դուք լսեք, որ լինում է, միասին ես ուզում եմ մենք աղոթենք իսլամի ոգու դեմ, թող Սուրբ Հոգու զորությունը իջնի բոլոր այն կենտրոնների վրա, որտեղից իսլամը փորձում է գլուխ բարձրացնի ու փորձում է գրավի ու իսլամացնի աշխարհը։ Հայր Հիսուսի անունով ես գալիս եմ քո առաջ ու խնդրում քո Սուրբ Հոգու զորությունը։ Ես խնդրում եմ, որ դու առաջնորդես այս աղոթքը ու քո հոգու զորությամբ ներգործես իրավիճակների վրա։
Ես քո առաջ բերում եմ բոլոր այն իսլամական կենտրոնները, որտեղից սատանան ուզում է իրան դրսևորի ու մարդկությանը տանի գերության մեջ։ Ամեն Օսմանյան կայսրության գաղափարախոսությունը Հիսուսի անունով թող լինի անիծված Հիսուս Քրիստոսի անունով։ Ես կանչում քո Սուրբ Հոգու կրակը Թուրքիայի վրա, որտեղ որ այդ կենտրոնն է, որ այդ գաղափարախոսությունը սկիզբ առել։ Ես կանչում քո Սուրբ Հոգու կրակը Դամբարանի վրա, Մավզալեի վրա, Կրեմլի վրա, որոնք այդ լենյան գաղափարախոսությանը տրվելով այդ իսլամական ոգուն թույլ են տվել, որ Թուրքիայի հետ համագործակցի ու միասնական ստեղծեն գաղափարախոսություն Օսմանյան կայսրությունը Թուրքիայից դեպի Ռուսաստան տեղափոխելու ու իշխելու իսլամական ոգով ազգերի վրա։ Անիծված թող լինի ամեն կենտրոն Հիսուսի զորավոր անունով, որտեղից դուրս է գալի Օսմանյան կայսրության գաղափարը, լինի դա Անկարան, Բաքուն, թե Մոսկվան, թե մեկ այլ տեղ, քո Սուրբ Հոգու զորությամբ իջիր հիմա, քո դատաստանի հրեշտակներն եմ արձակում, որ ցիրուցան անեն սատանայի ծրագրերը, թող մոխրանա Սուրբ Հոգու կրակի մեջ ամեն դիվային ներգործությունը, ամեն բան ինչ որ փորձում էր կլաներ Հայաստանը, թող լինի անիծված ու հիմնահատակ ոչնչացված, դատաստանը չուշանա Տեր իմ Աստված, Հայկի ուղարկած երկրորդ հրթիռը Թուրքիայի վրա, որը հիմնահատակ կոչնչացնի դիվային ծրագրերը սատանայի, որը ուղղված է Հայաստանի դեմ, քանի որ Հայաստանը կանչված է ազգերին ազատելու իսլամի ոգու ազդեցությունից տարածաշրջանում։ Հայր, ես խնդրում եմ, որ դու բարձրացնես քո զորավորներին, որոնք կմիաբանվեն իսլամի դեմ աղոթքին։ Քո միաբանության մեջ փառավոր հաղթանակ կա։ Ես օրհնում եմ քո կատարյալ կամքը ու թող կատարվի այն ինչ որ դու որոշել ես։ Կրակդ Թուրքիայի վրա չուշանա։ Սուրբ Հոգուդ կրակը Թուրքիայի վրա չուշանա Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Ամեն, փառք Հիսուսին։ Իսկ հիմա միացնում սիրելի հայ ժողովուրդ, լսեք հենց այդ հատվածը, երբ որ այս քուրիկը սկսում է հոգով առաջնորդված աղոթքը Ռուսաստանի համար։ И пусть ветер свободы придет в Россию во имя Иисуса Христа. И этот оплот оккультного демонического духа там будет сокрушен во имя Иисуса. Рибрабока шакатея. И этот Кощей смертный во имя Иисуса Христа, кремлевский, да будет разбит вдребезги во имя Иешуа Хамашия. Да так, чтоб щепки летели далеко. Кира брабо шекетова, кирам браба катекера, кибару браши грита. И глаз слова Твоего, Пашия, как Слово Твое говорит, что Слово мудрых, как игла, Кира бробобо шекита, Отец, пусть Твое Слово, Кебакиша бробобо, посланное Тобою, поразит его, Шибара бробо шики, этого демона, Кира брабо шекете керимбрашетея, и освободит народы, ходящие, живущие под его рабством, под его игом, томящиеся, да будут высвобождены народы в свободу Божьего Духа. Кира бробо боше кетова ла 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 лея, шебегето кирам брабо кото ла ла лея. Я сейчас вижу, как камень, тот камень, который бросал Давид из пращи, брал этот камушек и бросал в голову Голиафа, вышедшего против воинства Божьего, вышедшего против Израиля, поносить имя Господне, угнетать народ Божий. Шиба раба диба ду.
О, Рамбрабашекета, я вижу, как невеста Христова берет этот камень. О, Шабакита. На моей руке сейчас я почувствовала такой вес. Шикарабробо Шикита берет этот камень и бросает туда, прямо в этот Кремль, в этот мавзолей, и он рассыпается, вдребезги разваливается. Во имя Ишуа Гамашия. Кирабра, пусть это слово откровения Божие будет получено и будет высвобождено во имя Иисуса Христа. Риба бушекете, пусть силы твои будут высвобождены на сокрушение этого демонического оплота в России. И да будет Россия избавлена во имя Иисуса Христа. Шебекита карамбруше гребокото курамбрашете. Причем как бы это не выглядело. Вот причем как бы это ни выглядело, пусть Россия будет избавлена. Кира Брабошики, ты знаешь, как это сделать. Ты умеешь смирять ходящих гордо. Ты умеешь смирять ходящих гордо, Отец. И те, кто сегодня в России, в гордыне своей, в надмении своем, возомнили себя властителями мира, которым все можно, которым можно сотрясать страны, топтать своим сапогом народы, творить кровопролитие в нациях. Ты умеешь сокрушать гордых, Отче. Посрами и сокруши все это гордое человеческое в этом правительстве кремлевском во имя Иисуса Христа. И весь их оплот, сатанинский, шаманский, ведьмацкий, Кирабрабоши Кита, КГБшный, ФСБшный, Рибрабуши Кита, религиозный, вот этот церковный Вавилон, Шебагита Бробобоши Кита, блудница, Рибрабоши Кита, Карамбробокота, лжецерковь, которая связала себя с духом войны. Боже, сокруши ходящих гордо. И пусть твой малый остаток, Боже, переживет такое возрождение, такое пробуждение, такое излияние Духа Твоего, чтобы стены ада тряслись от этого во имя Иешуа Машия. Рибра Божья Кетея. Пусть твой малый остаток в России переживет такое подкрепление и излияние Божьей веры и дерзновения Господнего, чтобы царство тьмы сокрушено было в ужасе. Риба Буши Кетея Карамбро Боже Кетова. Кира Брабаше Кетея. А я верой бросаю этот камень в этот кремлевский режим, в этот мавзолей. И да будет это капище бесовское разбито именем Иисуса Христа, силами Господа Саваоф. Риба Киты, пусть народы будут избавлены. Народы в России да будут избавлены Российской Федерацией. Народы Российской Федерации да будут избавлены в свободу Божьего Духа и собственной идентичности в Боге, потому что Бог поместил их, каждый в своей идентичности, в своем месте, чтобы они искали Господа и нашли Его, и познали Его. Как Слово говорит, не взыщут и не найдут, найдут и познают во имя Иисуса. Кира Брабушики для всех народов, находящихся под кремлевским влиянием, да придет избавление во имя Иисуса Христа. А поражаемый да будет поражен всецело во имя Иешуа Машия. Амен. Ամեն, ամեն։ Թող Սուրբ Հոգու կրակը իջնի իսլամական ոգու վրա, թող Սուրբ Հոգու կրակը իջնի կոմունիստական ոգու վրա, թող հիմնահատակ մոխրանա ու ոչնչանա դիվային ամեն մի ծրագիր, թող ժողովուրդը ստանա ազատությունը Սուրբ Հոգու զորությամբ։ Հայր քո փառավոր հաղթանակն եմ կանչում իրավիճակների վրա, Ռուսաստանի վրայից թող քանդվի դիմային ազդեցությունը,
ամեն դիվային ներգործությունը թող ոչնչանա Հիսուսի զորավոր անունով, ու Ռուսաստանում գա ազատությունը ամեն պիղծ ոգիներից։ Ռուսաստանի կյանքում թող իրականանա այն խոսքերը, որ խոսել ու ասել ես, թող գա Սուրբ Հոգու զորությունը, արթնությունը, մարդկանց մահի ճիրաններից ազատագրումը, թող գա քո փառավոր հաղթանակը այս տարածաշրջանի վրա ամբողջ նախկին Սովետական Միության տարածքում ապրող ժողովրդի վրա Հիսուսի զորավոր անունով։ Ես կանչեմ Հայր քո գերբնական պաշտպանությունը Հայաստանի վրա, քո արյան պաշտպանությունը Հայաստանի վրա, կանչում եմ քո հրեշտակներին, գերբնական պաշտպանություն ամբողջ սահմանով մեկ ու ամբողջությամբ Հայաստանի ներսով մեկ, հրեղեն սրերով, հրեշտակային պաշտպանություն, որ կմոխրացնեն ամեն դիվային ներգործություն, թե Հայաստանի ներսում, թե Հայաստանի սահմաններին, ու թող Սուրբ Հոգու կրակը բորբոքվի Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, Վրաստանի տարածքներում, այն բոլոր տարածքներում, որտեղ որ գերության մեջ են պահում Մինի Արարատի աստղանձի տարածքները, Հայր քո զորավոր ու մեծ շարժը հոգու այս բոլոր հատվածում, որը մեծ հայքի սահմանով Հայաստանն է, քո զորավոր շարժը վերջնական ու հիմնահատակ ջախջախելու իսլամական ոգու ուժն ու ազդեցությունը, կոմունիստական ոգու ուժն ու ազդեցությունը այս տարածքի վրայից, որը մեծ հայքի սահմաններով Հայաստանն է։ Փառքես քո փառավոր հաղթանակի համար, որ դու հաղթանակը բերում ես քո հոգու ձեռքով, քո հոգու զորությամբ, ոչ մեր ուժով, ոչ մեր կարողությամբ, այլ քո հոգով, ոնց դու խոսել ու ասել ես, ու ոնց որ իրականացնում ես, ու ողջ փառքը պատկանում է քեզ, տերերի Տեր, արքաների արքա։ Ցույց տուր քո փառքը ամբողջությամբ մեծ հայքի վրա, մոխրացնելով դիվային ազդեցությունը, բարձրացնելով քո փառավոր ներկայությունը Հիսուս Քրիստոսի արքայությունը մեծ հայքում։ Շնորհակալություն քո փառավոր հաղթանակի համար, որ արդեն իսկ արել ու ավարտել ես։ Եղիր փառավորված ամեն մեկիս կյանքում հավիտյանս հավիտենից։ Ամեն։